Այսօր մենք կքննարկենք Բարսելոնա PSG Չեմպիոնների լիգա երկրորդ տուրը, գնացինք։ Բարսելոնան պարտվեց 2-1 հաշվով PSG-ին, իհարկե շատ ցավոտ խաղ էր, շատ դժվար խաղ էր։ PSG-ն այն թիմն է, ում դեմ դժվար է խաղալ ու նույնիսկ այդենց դժվար սաստավով, երկրորդական սաստավով նրանք կարողացան լավ խաղալ եւ ցույց տվեցին իսկական Պարիսկի սիլան, էլի sense ասած, իսկ Բարսան առանց Ռաֆինյա, առանց Ֆերմին, առանց Գավի, առանց Ժոա Գարսիա ոչ մի բան ցույց չտվեց մեծամասնությամբ։ Կսկսենք առաջին թայմից, որը ամենալավ մասն էր խաղի։ Խաղի առաջին 30 րոպեն մենք ուղղակի չենք թողում PSG-ն շնչեր, ասենք ոչ մի շարժում չենք թողում աներ PSG-ն, հենց առաջին րոպեին Յամալը շատ գեղեցիկ 3 հոգու անցնում է ու բորշում այսպես։ Բարսան առաջին թայմի 30 րոպեն ուղղակի չէր թողում, որ PSG-ն շնչեր, հարցակվողությունը հարցակվողության վրա։ Դե իհարկե PSG-ն ինչ-որ մի պահ կոնտրատակա էր անում, բայց չէր ստացվում PSG-ի մոտ լավ հարցակվել։ Դե բացի մի հատ Չիլոդոյ Մորովեկից, ով որ պրոստե սա խաղը Բարսայի համար պրոստե ահա որ իրար դեմ խաղալ է, դա Նունո Մենդեշն էր։ Պրոստե ես չգիտեմ ինքը մարդային вообще թե ինչ, պրոստե մարդը իրանց դաշտից մինչև մյուս մեր դաշտ վազում է հոգիկանի պես։ Ու պետք է երկու անգամ տես բան եղավ։ Առաջինի վաղ Դեյոնգը ֆոլ արեց ու Նունո Մենդեշը ընկավ, դեղին քարտ տվեցին Դեյոնգին։ Երկրորդ անգամ դա արդեն ավելի վատ ստացվեց։ Ոչ մեկ չկարողացավ կանգնեցնել Նունո Մենդեշին, գնաց պաս տվեց Մայոլուին, կամ չեմ հիշում ոնց է անունը, Մայոլուն անցնում է Կուբասին ու գոլ է խփում, Շենսնին պրոստը պրայմի մեջ է, իրան թվում էր որ պենալ են խփում, երևի շատ է ծխել։ Էդի PSG-ի առաջին գոլը, բայց մինչև դա եղել է մեր գոլը, որը ստեղծված ինչ-որ անհասկանալի ձևով Վիտինյան գնդակը կորցնում, Յամալն է խլում Վիտինյայից, տալիս է պաս Պեդրին, Պեդրին ձախ է տեղափոխում գնդակը Ռեշֆորդին ու Ռեշֆորդը լավ գալիվո передачայում դեպի Ֆերան Տորմուզ, ու Ֆերան Տորմուզն է Տորմուզավարի գոլ է խփում։ Գոլից հետո էլի Բարսան շարունակեց հարցակվել ու դրանից հետո sense բան է ստացվում, որ Յամալը շվիդայով հիանալի պաս է տալի Ֆերան Տորմուսին, Տորմուզին, այո, Տորմուզը ընդունում է գնդակը ու բորշում է վերջականգնապես բաց воротներին, առաջից ոչ թե բորշում է, այլ պրոստը վատ խփեց։ Զաբարնին է, Զաբորնիային բորշա ինչա չի ոչմ։ Ինքնա սեյվ արեց։ Պատկատով պայեց, գեղեցիկ սեյվ արեց։ Ու առաջին թայմը ավարտվում է իրանով, որ PSG-ն պրոստը մեզ ոչ մի ձևի չթողում է մեր դաշտից դուրս գանք, պրոստը մեզ 11 հոգով պրեսինգ էր անում, երևի դե Շևալեն արդեն պենալ էր ուզում խփել։ Երկրորդ թայմը вообще սպասում ենք, որ մի քիչ ուրիշ ձև է լինելու, բայց ես ասեմ ոնց եղավ։ Առաջին րոպեից ոնց որ ավարտվեց առաջին թայմը, նույն ձևի շարունակվեց PSG-ն հարցակվել մինչև երկրորդ թայմի վերջ։ Ահա որ էր ուղղակի ես ընդհանրապես չի ուզում նայել այդ ձևի վատ էին խաղում, չգիտեմ ինչն էր խնդրեմը, ուղղակի չգիտեմ, եթե դաժե PSG-ն ով որ չունի Դեմբելե, Դուե, Քվարացխելիա, իրանք են մեզ տենց ձևի պրեսինգ անում, ես լավ չպատկերացնեմ թե ինչ կլինի, եթե իսկական իրան կլինեին։ Չնայած մենք էլ իքը տենց խնդիրներ ունենք խաղից առաջ, բայց այն խնդիրները, որոնք իրանք ունեն, դի ավելի sense բան է։ Երկրորդ թայմում տենց շատ բայր չեղան, բայց մեզ ոնց որ պրեսինգ էր անում PSG-ն, մենք պաշտպանվում էինք, բայց տենց ոչ մի վտանգավոր, շատ վտանգավոր բայր չէր հայտնվում, այսինքն մենք խլում էինք ու չենք թողում, որ իրենք արագ հարցակվին։ Ու գայս է մի հատ պահ, որտեղ Ֆերան Տորեսը աջ ուղղից հարված անում, Շևալեն պահում է ու գնդակը գնում է դեպի ում իհարկե Դանի Օլմո, դե բայ իհարկե։ Ու Դանի Օլմոն ուղիղ բզում է Խակիմի ոտերին, հետո գնդակը հացքոք անում Յամալի մոտ, Յամալն է պրոստը ալարում է խփի, ես պրոստը без կոմենտարիև, ես այդ վաղ պրոստը ասում եմ ինչի վրա մենք 60 միլիոն փող տվել, որ մարդը ամեն խաղում ինչ-որ մի հատ լավ պահ բորշի, ես չգիտեմ։ Բորշում է, բրնձում է կամ բորշա բրնձում է, ես չգիտեմ ինչ-որ էշություններ էր անում, օրնոն вообще խաղը մեջ չտեսա իրան, հետ բերեք Ֆերմինին արագ տրավմայից։ Ես չգիտեմ, երկրորդը вообще Յամալը չէր երևում գնդակ
չերիկ կապնում գնդակին։ Իսկ հիմա սա խաղի ընթացքում 60 հատ կասանի արել գնդակին, այդ 60-ից ընդամենը 5-ը երևի առաջին թայմում։ Երկրորդ թայմում 5-ը րոպե գնդակին։ 80 րոպեի մոտ հանում է դաշտից Պեդրին ու մտնում է Մարկ Բերնալը, ով որ խաղում է ցապնիկ, լուրջ եմ ասում չեմ հասկանում ֆլիկի զամենները, եթե դու ունես Ռունի, Բաբլտի ու ունես Յամալ, ունես Ռեշվարդ, Ռեշվարդին արդեն հայտնի մտել է Լևանդովսկին։ Ֆերանը խաղում է Օլմոյի տեղը, Բաբլտին խաղում է ձախից, Յամալը աջից։ Յամալը вообще կարային դաշտից հանեին, մեկը օգուտ չէր տալի։ Հետո ամենավերջում PSG-ն կոնտրատակա դուրս գալի, որտեղ 1-1 Խակիմին պաս է տալի ամբողջ դաշտով, ասենց ասած, ու Ռամուշը մնում է 1-1 Շենսնի հետ, Շենսնին չի կարող պահել ու վերջին րոպեին, երկրորդ թայմին մենք գոլ ենք ուտում, հաշվի դառնում է 2-1, իրական արժանի պարտություն էր, ասենց ասեմ, ոչ մի լավ պահ չտեսես այս խաղում, որի համար մենք կարանք կրենք։ Իրականում, եթե մենք մեր պահերը օգտագործեինք, մենք կարանք կրենք։ Նույն այդ օրինակի համար Յամալի վրա ֆոլ արեց Նունո Մենդեշը ու երկրորդ թայմում ինքը միջև տեղին ուներ։ Սուդյան կար իրան կարմիր տար, բայց իմ համար սենց սնունդ է Նունո Մենդեշը նեշի տենց, ես ինչ բան արեց, համ էլ խաղը իմաստը փչացնելու։ Չգիտեմ ինչ եղավ իրանց այդ երկրորդ թայմում, իրականում ահա որ ոնց որ հելան պրոստը հելնելու համար, որ ցույց տան, որ իրանք դաշտում են, չգիտեմ։ Իհարկե ցավոտ է, որ սենց ասում ենք, բայց այս խաղում մենք պրոստը տակտիչեսկի ֆլիկը պարտվեց, ֆիզիչեսկի խաղացողները, խաղի ամբողջ ընթացքում դուրը շատ եկավ Էրիկ Գարսիան ու Պեդրին ու Դե Յոնգը։ Այդ երեք խաղացողներն էին, ովքեր ինչ-որ բան կարող են անեին, Էրիկ Գարսիան вообще ամբողջ պաշտպանությունը օգնեց։ Դե Յոնգի աշխատանքը երևացող չի, բայց էլի նենց բան է այնքանում, որը դժվար է երևացող, այսինքն ինքը Կունդեին է ստրախովկա անում, ինքը պաշտպանությունն է ստրախովկա անում։ Իհարկե տենց խաղացողների դեմ դժվար է անել ստրախովկա, բայց ինքը կարողացավ անել ինչ-որ մի չափ, բայց հիմա ոչ բոլորը կարան 11 խաղացողի փոխային խաղան, նենց որ Դե Յոնգին է չեն կարող ասենք։ Ես ուղղակի այս խաղում ահա որ չեմ, իմ դուրը չեկավ ընդհանրապես Կուբարսին։ Ես իրան շատ եմ սիրում, բայց եթե վատ խաղ խաղում, պիտի ասեմ, լավ չխաղաց այսօր, լավ ադբորներ չկային, այդ ինչ որ պետք է չկար։ Ես կնախընտրեի, եթե Արախոն հոգնած չլիներ, կնախընտրեի, որ Արախոն խաղար, ֆլեշբեքներ ասված տա չլներ։ Հա, ինչ թվում է կստացվի իրան մոտ լավ խաղալ PSG-ի դեմ, այդ Բարկոլայի դեմ, Նունո Մենդեշի նույն դեմ, նույն Նունո Մենդեշի դեմ, նույն այդ Մայոլույան զիբիլա այդ տաժո տարեկանը։ Դե պարտվեցին 2-1, կարանք չնեղվենք, իրականում ընդհանրապես երկրորդ տուրնը մենք հաստատ ինձ թվում է պլեյ-օֆ կացնենք, եթե պլեյ-օֆ չհասնենք, պրոստը ես կարելի է թռնել Մարս ու էլ հետ չգալ, հա։ Պլեյ-օֆի երկրորդ տուրը ավարտվեց 2-1 հաշվով, իհարկե հիմա Ռեալի ֆանատները ուրախ են, շնորհավորում եմ ձեզ, ուրախանալու բան ունենք, հա։ Լավ։ Ձեզ ամենալավ բաները չմերկլաდი եւ բաժնեք ձեթե ես գագոն, пока-пока, пока-пока։